Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը Հայաստանից Ծիրանով բեռնված 366 բեռնատարը արդեն իսկ հատել է Ռուսաստանի մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են փաստաթղթային խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ռոսսելխոզնաձորը կարող է հունիսի 27-ից ժամանակավոր արգելք սահմանել հայկական ֆիտոսանիտարական հավաստագրերով ծաղիկների ներմուծման վրա։ Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ պահանջների մշտական խախտումների և իր հարցումներին չարձագանքելու պատճառով։ Ռոսսելխոզնաձորը կասկածի տակ է դրել նաև դրանցում ծաղկային արտադրանքի ծագման վերաբերյալ տրամադրված տեղեկատվության հավաստիությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Ինտերֆաքսը։ Տնտեսվարողներին կտրամադրվի օժանդակություն վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով։ Ըստ այդմ կառավարությունը ծրագրի իրականացման նպատակով կհատկացնի 150 միլիոն դրամ վերաբաշխման միջոցով։ ՊԵԿ-ը ներկայացրել է մայիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները։ 35 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ընդհանուր 13 միլիոն 307 497 դրամի հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր։ Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 35 միլիոն 860 312 դրամ։ ՄԱԿ-ի կանխատեսումներով այս տարի համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 2,4%, մինչդեռ նախորդ կանխատեսումը կազմում էր 2,9%։ Այս նվազման հիմնական պատճառներն են առևտրային սահմանափակումները, քաղաքական անորոշությունը, գործառնական ծախսերի աճն ու ներդրումների դանդաղումը։ Աճի դանդաղումը հատկապես նկատելի է զարգացած տնտեսություններում, օրինակ Միացյալ Նահանգներում կանխատեսվում է 1,6% աճ, իսկ Եվրագոտում ընդամենը 1%։ Եվրամիությունը Միացյալ Նահանգների կողմից մաքսային բանակցությունների շրջանակում ներկայացված պահանջները համարում է անհամաչափ և մասնակիորեն անիրագործելի։ Վաշինգտոնի պահանջների թվում կան միջոցառումներ, որոնք առնչվում են ձկնորսական արտադրանքի արտահանման քվոտաներին, ինչը Եվրամիությունում գնահատվում է որպես անհամատեղելի առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնների հետ։ Բացի այդ, խոսք կա մաքսային ոչ փոխադարձ միջոցների մասին, ինչպես նաև մի շարք պահանջների տնտեսական անվտանգության ոլորտում, որոնք Եվրամիության պաշտոնյաներն անվանում են անիրատեսական։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Հորմուզի նեղուցի փակման դեպքում, աշխատելով այնպիսի լոգիստիկ նախագծերի իրականացման ուղղությամբ, ինչպիսիք են միջին միջանցքը և զարգացման ուղին։ Հորմուզի նեղուցը միացնում է Պարսից և Օմանի ծոցերը։ Այս տարածաշրջանում են գտնվում նավթով և գազով հարուստ Բահրեյնը, Իրաքը, Իրանը, Քաթարը, Քուվեյթը և Սաուդյան Արաբիան։ Ըստ Forbes-ի 2025-ի միլիարդատերերի ցուցակի այս տարի 15 մարդ ունի ավելի քան $100 միլիարդ կարողություն։ Նրանց ընդհանուր ունեցվածքը կազմում է 2,4 տրիլիոն դոլար։ Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկն է 342 միլիարդ դոլար կարողությամբ։ Նրա կարողության հիմքում Տեսլան է, SpaceX-ը ու XAI-ը։ Հայաստանից Վրաստան մեկնել ցանկացողների համար նոր խստացումներ կլինեն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է հաղորդագրություն տարածել, որ հուլիսի 1-ից Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրով Հայաստանից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի, այն է ուղևորների ցուցակի առկայությամբ։ Այն պետք է լրացնել էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված թղթային օրինակը պարտադիր պետք է լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Այն վերաբերում է կոմերցիոն փոխադրմանը, ոչ թե օրինակ ընտանիքի անդամներով Վրաստան մեկնողներին։ Նմանատիպ փոխադրումները որևէ խնդիր չունեն, դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվի։ Այնուամենայնիվ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է ընտանիքի անդամներով ընկերներով Վրաստան մեկնողներին իրենց հետ ունենալ ուղևորների ցանկի հսկիչ փաստաթուղթ։ Վրաստանում տեսչական մարմինները ստուգումներ են իրականացնելու նաև ճանապարհների վրա։ Եթե կա օրենքի պահանջ, պետք է բոլորը ենթարկվեն, առավել ևս, որ դա իրենից որևէ բարդություն չի ներկայացնում։ Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, թեթև մարդատար մեքենաներին այդ կարգավորումը չի վերաբերում։
վերաբերում։ Ընդհանրապես Հայաստանից Վրաստան մեկնող մեր քաղաքացիները առանց այդ էլ խոչընդոտներ են ունենում Վրաստանի սահմանը հատելիս։ Փաստաթղթերի առկայությունը ստուգելու գործընթացը շատ ավելի երկար է տևում։ Վրաստանի քաղաքացիների դեպքում այդ երկրի բնակիչների համար խնդիրներ գրեթե չեն ստեղծվում հայկական կողմում։ Մեզ մոտ մտնելուց ոչ մի խնդիր չունեն, հանգիստ գալիս են, եթե իրանք բացություններ են անում ու դրանով պիտի խոչընդոտեն դեպի Վրաստան մեր туриզմը, իսկ դա իրանց համար փոքր նշանակություն չունի, բավականին մեծ նշանակություն ունի, մի քիչ իրանց մտածելու բանն է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, թե այդ կարգավորումը միշտ է գործել։ Համավարակի շրջանում ուղևորափոխադրումները դադարեցվեցին, դրանց վերականգնվելուց հետո վերահսկողությունը չէր խստացվել։ Այդ հարցը կոմիտեում քննարկվելու է, մենք մեր գործընկեր տրանսպորտային ծառայություններ մատուցողների ասոցիացիան, туриզմի հայկական ֆեդերացիան կոմիտեում նստելու ենք եւ նաեւ տարածքային կառավարման նախարարությունը ցամաք լինելու մեծ հարցերը մի հատ քննարկելու ենք։ Մեզ մոտ էլ ասենք ունենք օրենսդրություն, որը ժամանակի ընթացքում փոփոխության կարիք ազգում, կամ նոր ինչ որ ընդունված բան լինում, որը էլի նորից տեսնում են խնդրահարույցա, քննարկում են, լուծում են առաջարկում, խնդիրը լուծվում է։ Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը Վրաստան է գործուղելու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին։ Պաշտոնյաները Թբիլիսի կմեկնեն երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։ Տևական ժամանակ է Վրաստանի սահմանին հայկական կոնյակի տարանցման խնդիրներ են առաջանում։ Բեռնատարները երբեմն շաբաթներով սպասում են, որ վրացական կողմը թույլ տա հատել սահմանը։ Ծանրաքաշ չմասնատվող եւ մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կքննարկվի եւ կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով տրանսպորտի թվային ոլորտի ծառայությունների transport.gov.am հարթակում։ Որոշման արդյունքում կկրճատվեն թույլտվությունների տրամադրման համար նախատեսված ժամկետները։ Նախկին կանոնակարգման 5-ից 15-օրյա ժամկետները կրճատվում են մինչեւ 3 օր։ Էլեկտրոնային տարբերակով կձևավորվի այդ բեռների փոխադրումների շտեմարան, որը հասանելի կդառնա բոլոր շահագրգիռ մարմիններին։